Հունաստանի անկախության օրվան նվիրված ընդգծենք պետական շքերթի ժամանակ լսելի էր, թե ինչպես են հույն զինվորները վանկարկում. Կիպրոսը Հունաստան է, թող գրողի ծոցը կորչի Թուրքիան։ Պարոն Էկիզյան, նախ դժվար է ուրեմն ընդունելը, որ սա ինքնաբուխ ինչ-որ ակցիա էր, եւ եթե ինքնաբուխ չէր, ապա խնդրեմ հիշեցնել նախկինում երբ է նման ակցիա տեղի ունեցել, թե ոչ, պետական շքերթի ժամանակ, եւ այս ուղերձը Թուրքիային ուղված ինչ շարունակություն է ենթադրում։ Արևձեզ ատենքեն։ Նա հայտնեմ, որ բոլոր մասնակցող բոլոր ճոգատները չէ, որ նման վանգարգումներ կամ նման լոզունգներ արդահայտեցին, այլ մեկ ճոգատ մներ անալ նավաստի ենթասպաներու վարժարանի մեկ ճոգատներ, որ այս լոզունգը վանգարգեց, որը բավական ծանր լոզունգ էր, այսինքն փողոցի հայոյանք էր Թուրքիո դեմ, ծանր, եւ բայց առաջին անգամը չէ, որ նման բան պատահած է։ Իհարկե, խնդիրը պետք է նախ եւ առաջ սահմանապակ խնդիր մներ եւ ընդհանուր այդ Դողանսկի զինվորական շքերթի հետ գապ չուներ։ Բայց պետք է ուրեմն տեսնել, թե որ բրիսմագեն պիտի քննենք քաղաքական, այսինքն pedagogan բրիսմագեն կամ ժողովրդային բրիսմագեն, որովհետև եթե pedagogan կամ քաղաքական բրիսմագեն քննենք, բնականաբար որ պետությունը ընդունելի պիտի չդարձնեն նման երևույթ եւ անշուշտ ինչպես որ սպասելի էր հայտարարեցին որ պիտի հետաքննեն խնդիրը եւ բոլոր այն պատասխանատուներ, այսինքն լման խումբը, առավել նաեւ իրենց սպաները, պատասխանատու սպաները, պիտի ենթարկվին բաճական դնորինումներով, որովհետեւ անընդունելի եւ անհարիր է նաեւ բանակին համար նման երևույթ։ Սակայն եթե ժողովրդին հարցնենք, այնադեմ պիտի տեսնենք, որ այնքան էլ նեղություն չքաշեց այս երևույթով ընդհակառակը շատեր նաև այսպես լավ բարիացակամ կերպով արդայդվեցան ասելով որ գարժեր նման բան որովհետև Թուրքիան ինքն է որ նման օրինակներ ուտա եւ երկրորդ այդ լոզունգը լսվեցավ Գիբրոսը հունական լալու այդ կոնտեքստին մեջ եւ անշուշտ ադոր հետևանքն է նաեւ այդ կարևոր հայոյանք Ոստանշուշտ պետք է ասել նաև հետևյալ, որ անկախ թե ինչ կներկայացնի ամեն մեկ կողմ, այսինքն պաշտոնական կողմը կամ ժողովրդի կողմը, բանակի համար կգարձեմ, որ անհարիր է նման հայոյանք ընելը, որովհետև գիտենք շատ լավ, որ Հունաստան եւ Թուրքիա, ինչպես որ Հայաստան եւ Թուրքիա կամ Ադրբեջան ունին լուրջ խնդիրներ իրարու մանավանդ Հունաստանը Թուրքիո հետ։ Ուրեմն եւ ամեն անգամ ռազմական մթնոլորտ կստեղծվի կամ խնդիրներ կստեղծվին եւ այնը բնական է որ այս կանդարի դասնակնյակները շարունակ գա լարված իրավիճակը։ Այսուհանդերձ գիտենք որ երբ որ բանակները կպատրաստվին կմարզվին կա նաեւ այդ իրենց vocation-չող ծևը դաստիարակությունը որ նաեւ ճշնամին դեմ խոսելու եւ արդահայտվելու կամ ճշնամին համար քրքրելու իրենց որբեսի ռազմական պատրաստություն ունենան եւ պատրաստակամություն այդ ալգա բայց ադիգա անշուշտ գարելի չէ հայոյանքով մեջտեղ հանել ջամփու մեջ մանավանդ երբ այս շքերթներուն անհամար բադանիներ անչափահաս փոքրիկներ եւ այլն ներգա գլան իսկ դքեղն անշուշտ բարձր զինվորականներու համար նման խոսքերը սելը ադիգա անշուշտ մարդկային դեսագետով է որ ես գայտնեմ Արձանագրենք որ վանկարկումներից ա փաստորեն նաև հայոյանքներ են հնչել Ատվանգարգումը որ Գիբրոսը հունական է ադի նորմալ է այո տնասկային դրա կողքին նաև հնչել են հայոյանքներ հետո անգե հետո Թուրքիո համար սերային կորձողություն անվանելու այդ հայոյանքը
որը դուք շատ ազնիվ գերբով եք, բայց հստակ հայոյանք էր եւ սերային կորձողության հետ գաբ ուներ Թուրքիո համար, Մհմ, ադիգա տքեղ գլա մանավանդ երբ Հունաստանը նաև ուզե ներկայանալ որպես քաղաքակրթական երկիր Եվրոպայի մասնիկ եւ այլն։ Անշուշտ նորեն էսի որ գա նաև այդ ժողովրդային բորտումը Թուրքիո հանդեպ եւ Թուրքիո ամբողջ վարկագիծը թե ոչ միայն Հունաստանի հանդեպ, այլև լման իր դարաձաշրջանի մեջ եւ գտեսնենք այդ բոլորը ու ժողովուրդը գտեսնե բոլորը գտեսնեն այդ բոլորը գիտենք շատ լավ թուրք ցեղի հատկանիշները այս բոլորին վրա այդ ժողովրդային բորտումը գրնալա ժողովուրդեն բայց անշուշտ զինվորական չոգադեմ մանավանդ շիկերտի մնդասկին քիչ դարօրինակ կտվի ասեմ նաև հոս որ անցյալին ալ եղած էր նման երևույթ երբ այլ շոգատում այս անգամ ընձովյա կոմանդո մեկ շոգատումը նույն ծևով դարձյալ այսպես արդահայտված էր եւ այն անդենալ որոշ բաճկան դոնորինումներ եղան այս անգամ ալ պիտի լան բնական է որ պետք է լան որպես նաև պետությունը ցույց տա Թուրքիո որ մենք նաև առաջ կգառնենք այս խնդիրներում, որտեղ վստահ եմ, որ իմացած եք, որ Թուրքիո արտաքին գործոս նախարարությունը եւ դերական տեսփանադուն աթենքի մեջ հագաստեցին պետության դեմ, Հունաստանի պետության դեմ եւ բացատրություններ ուզեցին։ Ուրեմն պետությունն իր իր ասենք վարվելագերբը պետք է ցույց տա, նաև բաճաճ իր վարվելագերբը սելով որ այո մենք պիտի առաջ կառնենք այս դքեր երևույթին այս է ամբողջ խնդիրը ասեմ նաև որ Հունաստանի մեջ հիմա նույնիսկ քաղաքական աշխարհի մեջ երկբևեր այսպես ընթացքը կամ պատկերը մեջտեղ ելած է որովհետև անոնք որով ծայրահեղ աչագողմյան են այսինքն ասկայնական դեսագետ կներկայացնեն ուրեմն անոնք բաճարապանեցին եղած ասելով որ նորմալ էր լավ էր որ եղավ պետք էր լար եւ մենք որևէ խնդիր չենք տեսներ ընտագարակը մեր զինվորները ցույց տվին իրենց նաեւ մարդունակությունը եւ իրենց գիտակցությունը թե ով է ճշնամին իսկ կողմեն ցախագողմյան ավելի ցախ եւ ցախագողմյան գուսակցությունները որոնք այսպես նվազգ ասկայնական կամ ավելի այսպես ինտերնացիոնալիստ բանով մեջտեղ ելնեն, անոնք ուրեմն ավելի փուրն երբով դատաբարտեցին, եւ այս դատաբարտումի մեջ նաեւ արիթը կդան դատաբարտելու գարավարությունը, ինչպես կբադայի նման բարականերում, դատաբարտելով գարավարությունը, ասելով որ անգարող է առաջ կառնել նման բանոր եւ այն։ Ուրեմն այսպեսի խնդիր ստեղծվեց, բայց կգարձեմ որ շատ շուտ պիտի մարի եւ արդեն պետությունն գարավարությունն պիտի ուզե որ մարեցնե խնդիրը, որբեսի նաև ավելի խոսակցություն եւ ավելի զրույց չդառնա ասոր շուրջ։ Ես այսպես ասեմ ստիպված եմ նաև հարցնել, արդյոք չեք բացառում, որ այսպես կողմնակի դիտորդի աչքերով եմ ասում, որ հունական կառավարությունը ինքը կարող էր սա ծրագրել եւ ինքն էլ սրա դեմն առնել, այսինքն վանկարկումները կազմակերպել եւ պատժել վանկարկողներին կամ ավել բան վանկարկողներին պլանավորվածից դուրս։ Դա մեկ եւ վերջին հարցը թուրք-հունական հարաբերությունները ինչպես է գնահատում այս ընթացքում, այս միջադեպից դուրս արդեն ինչ զարգացում է ապրում, այս բանին ինչ կարող եք ասել։ Նայեցեք, չեմ կարծել որ որևէ կառավարություն նույնիսկ եթե այսօր այսպես ծանր խիստ հագատրության մեջ լայնք դրացին հետ եթե օրինակ բադայար 2020-ի 19-20-ի ատերազմասունչ գացությունը ուր եկիագանի մեջ եկիագան զովու մեջ խնդիրներ ունեցան նույնիսկ այնադեն կառավարությունները զուսպ էին չեմ կարծել որ հիմա մանավանդ նաև շիկերտի ընթացքին նման խնդիր հրահրված լար կամ ծրագրված լար նույնինքն պետության գողմե ոչ ես ադիգա կգարձեմ որ իսկապես այդ ծովայիններու կամ այդ ասենք չոգադի հատուկ այդ վարժարանի ենթասպաներու այսպես շրջանագի կամ հոգեխարն վիճակի մեկ արդահայտություններ որտեվ որևէ կառավարության ցերքին չկար նման խնդիրները ստեղծել, որովհետև շատ աժան խնդիր պիտի լա։ Եվ գուկամ երկրորդ ծեր հարցումին, որ գաբ ունի նաև առաջինին։ Այս պահուն
Հունաստան եւ Թուրքիա գործեն իրարու մեղմ ճուրերու, այդպես կոչված մեղմ ճուրերու քաղաքականություն վարել։ Այսինքն անցյալի այդ հրահրումներ, այդ անցյալի այդ հագամարտությունը սա բահուն զայրը տրված է, թեգուզ արեստականորեն, որբեսի նաև խաղաղություն դիրե, հանգստություն դիրե նաև դարաձաշրջաններս եւ հայտնի որ երկու գողմերն էլ այդ մեկը գհեդաբնտեն։ Մենք գիտենք շատ լավ որ Թուրքիան երբեք այսպես բարի վարվելագերբ ցույց տալու բեդությունը չէ, մանավանդ ներկա վարչագարկը։ Այսուհանդերձ այսօր Թուրքիան ունի իր պատճառները, որբեսի հանգիստ այսպես գացությունը բարդատրե կամ բան չէ Հունաստանն ալ նույնը, որովհետև Թուրքիան սա բահուն, ինչպես որ շատ լավ գիտենք, գործե իր մուտքը ապահովել եվրոպական ընտանիքներս խոսակցություններ ունեցավ եվրոպական միության բաշտոնադարներուն, բարձր բաշտոնադարներուն հետ խոսակցություն ունեցավ Էրդողանը Թրամփի հետ եւ գործե ամեն անգամ իրենց բարդատրել, համոզել, որ Թուրքիան գլխավոր աղցող նետերագադարն է Եվրոպայի անվտանգության եւ ՆԱՏՕ-ի անվտանգության աշխատանքին։ Եվ անշուշտ այս բոլորը ունին նաև իրենց տնտեսական ոճը, այդպես են, որովհետև Թուրքիա ռազմական արդյունաբերությունը պետք է անպայման իր դերը գտնե նաև եվրոպական այս համագարկի մեջ է։ Հունաստանն էլ նույնը սա բահուն իրեն ցերնդու չէ որբեսի խնդիրները ստեղծե, որովհետև Հունաստանն էլ իր խնդիրները ունի, իր շահեր ունի։ Հունաստանն էլ անշուշտ միս կողմեն գործե հագաստել գարկմը թրքական հարաճխաղացներուն, ինչպես այս Եվրոպայի մուտքի փորձը, Հունաստանն նաև եվրոպական հարթակներու վրա գործե կանգնեցնել այդ մեկը, իսկ նաև այսօր հետաքրքրական մեկ երևույթ, հետաքրքրական մեկ հայտարարություն ելավ, ուր Հունաստանի կառավարությունը արտոնություն տվավ ամերիկյան Chevron քարյուրի, այսինքն նավթի ընկերության, որբեսի բեղումներ կատարե կամ ուսումնասիրություններ կատարե Գրեդե գղզին, գիտեք Գրեդե գղզին Հունաստանի ամենան մեծ գղզին է հարավային կողմը, դեպի Լիբիա նայող, ուրեմն այդ գղզիեն վար ծովուն վրա, ուրեմն հadouk այդ տարածաշրջաններուն, այսինքն ծովաշրջաններուն վրա բեղումներ կատարե եւ քննություններ կատարե։ Դակավին Թուրքիո հագաստեցությունը չէ լսված, որովհետև գիտեք որ թուրք-լիբիական համացայնակիրն ագա որ ուզե խանգարել նաև Հունաստանը այս խնդիրով եւ այլ երկիրներ Եգիպտոս եւ այլն Իսրայել ուրեմն դակավին ուրեմն այդ Թուրքիո հագաստեցությունը չէ լսված հետեւաբար նուրբ գացություններ կան որ այսօր Հունաստան եւ Թուրքիա գործեն իրար մերցենալ Ադոր համարալ առաջին ծեր հարցումին կալով այսինքն այդ միջադեպին երեկվա միջադեպին նոտարցել են որ բեդության կորձը չէ սակայն երկրորդ հարցումին ալ որպես շարունակություն ասեմ նաև որ ծրագրված էր քանի մորեն դեղի ունենալու Էրդողանի եւ հույն վարչապետ Միցոտակիսի միջև ամիջական հանդիպում եւ այդ ծրագրումները եւ այդ նախապատրաստությունը գլար իսկ Էկրեմ Իմամօղլուի ցերպակալման պատճառով Հունաստան ցույց կուտա այդպես ասենք թե որոշ անհանդուրժողություն եւ գեցվածք ավելի ասենք թե հանրապետական ժողովրդավարական գարկերու գեցվածք ասելով որ մենք թեմ ենք այս տեսակի այսին Թուրքիո մեջ ժողովրդավարության գասեցման եւ բռնապարման եւ այդ պատճառով նաեւ կանգնեցուցին այդ հանդիպում ինչպես նաեւ իրենց միջև այսպես բարձր մագարտագի մեկ հանդիպումի գործընթացը նաև գեցուցին բայց ես կարծեմ որ այս բոլորը ցեվական են որբեսի ցույց տան նաև իրենց հագաստությունը չմոռնամ նաև ասելու որբեսի փակեմ նաև այս բաժինը որ ապրիլի սկիզբը եթե լավ գիշեմ 4 կամ 5 ապրիլին Ֆիդանը այսինքն Թուրքիա արտաքին գործոց նախարարը եւ Հունաստանի արտաքին գործոց նախարարի Երապետրիտիսը հանդիպում պիտի ունենան նաեւ միջազգային հարթակներու կամ եվրոպական հարթակներու շրջակիցներց հետեւաբար ուրեմն այս իրենց միջև այս հարաբերությունները գործվին շարունակվել հեզասահ կերպով եւ պիտի ճուզե հունական կառավարությունը որ երկու միջադեպը
շուկ նեդե նաև իրենց գաբերուն վրա։